Նակիցներ, այդքան որ հարցնում եք, ինչ ա եղել, ինչ են դրանք էլի ակտիվացել, ուզում եմ ստեղից միանգամից պատասխանել։ Ակտիվանալու պատճառը մեկն է Ռոբերտի որդի Լևոն Քոչարյանից ընդդիմության առաջնորդի կերտման գործընթաց։ Այստեղ գալիս է փորձում է տենց ուժեղ տղամարդու կերպար իր համար կերտել, բայց ես այդ ուժեղ իսկական տղամարդու կերպարի իր պատկերացման հետ շատ անհամաձայն եմ։ Որովհետև ուժեղ եւ իսկական տղամարդը չի կարող ինչ-որ բան խոսալ, հետո թաքնվել կանանց թիկունքի ետևում ու թռնել դահլիճից։ Բացի դա նաեւ իմացա, որ շենքից էլ թռավ, ոչ միայն դահլիճից թռավ, բայց դա ես ուզում եմ մեր ընդդիմադիր պատգամավորներին հարց տամ, լավ, դուք չեք ամաչում, որ ձեր մանդատը վերցրել եք եւ ընդամենը Ռոբերտ Քոչարյանի որդու համար թիկնապահ եք աշխատում։ Այստեղ հնարավոր է շատերը տեսած չլինեն մեզ լսողներից, ասես կալցո օպերացիա մի անգամից կազմակերպեցին, երբ որ Լևոն Քոչյանը դուրս եկավ, հա, զգացին որևէ վտանգ, ուրեմն այդ ոսկե հորթի կամ ոսկե ցլիկի համար, կալցո օպերացիա հաստատ կազմակերպված էր, դասերի էին գնացել, որ հանկարծ նրա մազը չծրվի ու ջանդամ, թե իրանց ինչ որ մի բան չի լինի։ Իսկ կանայք բացի թիկնապահները մեկ այլ գործառույթ եւս ունեն, պարզվում է։ Նրանք ուրեմն Լևոն Քոչարյանի օպերատորներն են, որոնք այդ ընթացքում նկարում են, թե ինչպես է խիզախաբար այդ բանը ոսկե ցլիկը հայհոյանք տալիս մեջքի ետևից իր գործընկերների ու փախնում, բայց այս տեսանյութը, որ նկարում են, իրենք նաև հրապարակում են, հասկանում եք, որտեղ համարում են, որ դա իսկական տղամարդկության նշան է։ Բայց ես չգիտեմ իրանք ինչպիսի պատկերացում ունեն իսկական տղամարդու համար, բայց օրինակ նորմալ մարդկանց համար իսկական տղամարդը, լավ տղամարդը, դա այն տղամարդը, ով պատասխան է տալիս իր ասածների եւ արածների համար, նախ եւ առաջ։ Ոչ թե ասում ու ճողոպրում է, որ բան չլինի։ Իսկ հայոյանքը դա առհասարակ մանկության տարիքում չստացած դաստիարակության արդյունք է։ Եվ քանի որ մանկությունից ենք խոսում, ուզում եմ հարգելի գործընկերներ, մենք Լևոն Քոչարյանի պահվածքին դիտենք իբրև մանկական տրավմայի, որովհետև բռնարարի ընտանիքում մեծացած երեխան կարող են նման դրսևորումներ ունենալ եւ նրան պետք է ոչ թե կոշտ, այլ բժշկական միջամտությամբ օգնել։ Այդ որ կամ ասում է բանը, այս աթոռից ներքև եմ շպրտելու բան, այս ասում է դա արյան մեջ գենետիկ մակարդակով եկած բան է, իշխանությունը զավթելու, ինչ-որ բան խլելու, դա բան է, մոլուցք է այս մարդկանց մոտ, ինչպես իր պապան է միշտ խլել, իշխանությունը, ունեցվածքները եւ այլն, այդպես էլ իրեն գենետիկ մակարդակով փոխանցվել է, դրա համար ուզում է պաշտոնային աթոռից ներքև շպրտել եւ միգուցե հույս ունենալով, որ այդտեղ պետք է նստի։ Նաև բայց ես ուզում եմ Ռոբերտ Քոչարյանին դիմել ու ասել, պարոն Քոչարյան, մենք պետք է մեր կյանքն այնպես ապրենք, որ որևէ փուլում մեր երեխաները չամաչեն, որ իրենց հայրանունը կրում են, հա, օրինակ ձեր որդին ձեր հայրանունն է կրում։ Այս վերջի 2 օրը հատկապես Լևոն Քոչյանը անընդհատ հա ու նաև ֆրակցիան քննադատում է, որ մենք Ռոբերտ Քոչյանի որդիով ենք դիմում եւ սա լավագույն պատասխանն է Ռոբերտ Քոչարյանին իր արածների համար, որ իր որդին խուսափում է հոր անունը կրել կամ նույնականացվել հոր հետ։ Քիչ առաջ էլ լրագրողներին ասել է, որ ես Լևոն Քոչարյանն եմ եւ ինձ այդպես պետք է ճանաչեն, ուզում եմ ասել, պարոն Լևոն Քոչարյան, քեզ հիշում են 2 կերպ, կամ Ռոբերտ Քոչյանի որդի, կամ մաքսիմում Սիրուշոյի ամուսին։ Այդ 2 կերպով են քեզ հիշում դեռևս, բայց դեռ ոչինչ կորած չէ, կարող ես ինքդ քո անունը կերտել։ Եվ վերջում ուզում եմ ասել, պարոն Լևոն Քոչարյան, արժեր արդյոք ինչ է թե դու ազատության մեջ լինես, այդ 3-4 պատգամավորին ցուցակից հա ստիպել, որպեսզի մանդատից հրաժարվեն, որ դու գաս պատգամավոր ու այս ամեն ինչի հետ առերեսվես ամեն օր, բայց նաև ուզում եմ շեշտել, որ դու ինքդ ես որոշել հեղափոխության օրերին եղել է այդ հանրահավաքների առաջ շարքերում, ես տեսել եմ, որ ով ուզում է, դուրս է գալիս ու խոսում է ինչից ուզում է, որովհետև դա է ժողովրդավարությունը մեծ հաշվով։ Հիմա, եթե գալիս ես ու նման
դատարկ բաներից ես խոսում 7 տարի անց, ուրեմն ճիշտ է Տիկին Ղազարյանը նկատել, դուք չկա էական այն խնդիրները կամ կան դուք չեք նկատում միգուցե, որտեղ անհնար է որ խնդիրներ չլինեն, որոնց մասին կարելի է խոսել։ Կամ ասում է իշխանազավթ, ես առաջի բանը որ ֆիքսել եմ, դա Աննա Մկրտչյանի այդ արտահայտությունը իշխանազավթ։ Մեկ որ ուզում ենք երկու Աննա չէ կա ֆրակցիաներից, որ ինչ որ Աննա են ասում, որ ուզում ես իմանաս որ Աննան, ասում են իշխանազավթ, որովհետև այնքան ասել իրան է վերաբերում նաև անունն է էլի կպել։ Իշխանազավթ է ասում մի մարդ մեզ, ով ամենաակտիվ աջակիցն է, իշխանությունը բռնի զավթելու գործով կալանավորված մարդկանց։ Սա իշխանությունը բռնի զավթողն ու իշխանազավթը նույն մարդն է։ Եվ հետո, եթե 18 թվականին մենք իշխանազավթ ենք եղել, ապա միայն ձեր հանրապետականների եւ դաշնակցական ֆրակցիայի տվյալ օրերին падգամավորների ակտիվ աջակցությամբ։ Եթե մենք իշխանազավթ ենք, դուք մեզ հետ հավասարապես իշխանազավթ եք նշանակում։ Բանը, կամ գալ ասել դագաղները, վերջը ուզում եմ իմանամ կողմնորոշվեցին, այդ դագաղները մենք ենք դրել, Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն են դրել, որտեղ ես մի տարի է, տենց ամեն օր եթերներից ասում են դագաղները Ռոբերտ Քոչարյանի շրջապատն է դրել իր ցուցումով։ Կամ բանը, որ ես հիմա հայտարարեմ 1219 հանրապետական մահացել է։ Ասենք չեք կարա, չեք գա, ասեք այդ 1219 հոգին Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ինչ ես խոսում, որտեղ է մահացել, ինչի է մահացել։ Այ ուղիղ 1219-ով ամեն ելույթի ժամանակ ավելացնում են 44 օրյա պատերազմի ժամանակ զոհված մեր տղաների, ուրեմն թիվը։ Հերիքա գաք ու խաղաք այդ զգայուն թեմաների վրա։ Տիկին Գյուրեղյանը ճիշտ է ինձ անդրադարձավ, բայց այլ դրվագով եմ ուզում անդրադառնամ։ Ասում եմ, մի հրաժարվեք մեր երեխաներին արժանապատիվ երկիր թողնելու հնարավորությունը։ Հետո կողքին դնում է ուրիշ արտահայտություն, ասում է, ուրեմն անհնար է, սուտ է, որ խաղաղություն է լինելու եւ մենք խաղաղ ապրելու ենք Ադրբեջանի հետ։ Այս երկու արժանապատիվ օրինակ ինձ համար երկիրը, դա խաղաղ երկիրն է, դա տնտեսական մեծ հնարավորություններով երկիրն է, առանց թշնամանքի երկիրն է եւ մենք ամեն ինչ անում ենք, որ մեր երեխաներին նման երկիր թողնենք, միգուցե մեր թոռներին թողնենք նման երկիր, որտեղ կարող են հայերն ու ադրբեջանցիները իրար չսպանել, այլ իրար հետ ապրել ու ունենալ նաեւ տնտեսական շահեր։ Կամ պարոն Դանիելյանը Գառնիկ ասում է, ինչ զգացողություն եք ունենում, որ ձեր գործընկերներին թույլ եք տալու, որ բանից զրկեն, անձեռնմխելիությունից։ Ասում է, ապրումակցման զգացողություն չունեք, ասենք, այս օրինակ Արտուրը Սարգսյան, բանա, կոնկրետ մեզ եւ քաղաքացիներին սպանելու ուրեմն գործով ներգրաված անձ է, ով ուզում էր ազգային ժողովի նախագահ, վարչապետ, արտգործնախարար մի տեղում բռնեին, միասին սպանեին, որ չնստեին, որտեղ մեկին սպանելու դեպքում կնստեին ցմա, եթե ողջ մնային այդ ձայնագրություններում, չէ՞ ասում։ Ասենք ապրումակցման զգացողություն չուներ այս մարդը։ Հիմա մենք պետք է ունենանք, որպեսզի անձեռնմխելիությունը զրկելու հնարավորություն չտանք, այսպես ասած։ Բանա Տիկին Վարդանյանին էլի շարունակում է անհանգստացնել օրինակ ազգային ժողովի նախագահի պահպանության թեման։ Այս թեման անընդհատ խոսվել է այս ընթացքում, որովհետև լավ պահպանություն ունենալու դեպքում դժվար է իրականացնել